Աղքատն ու հարուստը։ Շվեդական հեքիաթ։ Շատ վաղուց Վերմլանդում ապրում էին երկու գյուղացի, մեկն աղքատ, մյուսը հարուստ։ Քրիստոսի ծննդյան օրն է լինում։ Աղքատը տանը ոչ ուտելու բան է ունենում և ոչ էլ վառելու փայտ։ Իսկ հարուստը տոնական սեղան է բացում, և բոլոր կողմերից նրա մոտ գալիս են հյուրեր։ Աղքատը մտածում է գնալ անտառ ու մի սայլաբեռ վառելափայտ բերել։ Դե ուտելու բան չկա, գոնե թող տունը տաք և լուսավոր լինի։ Լծում է իր ձին ու գնում անտառ։ Բայց արդեն ուշ է լինում, և չի էլ նկատում, թե ինչպես է մութն ընկնում ու արդեն ժամանակն է լինում տուն գնալու։ Հենց որ թեքվում է անտառից, մեկ էլ ինչ-որ աղմուկ է լսում։ Թևերը թափահարելով մի սև մեծ թռչուն է նստում սայլին։ Նայում է, ագռավ չէ, բայց ինչ թռչուն է, այդպես էլ գլխի չի ընկնում։ Գյուղացին շատ է զարմանում։ Առաջներում նա երբեք այդպիսի թռչուն տեսած չկար։ Բայց չի քշում նրան, թողնում է սայլին նստած ու փայտը բարձած գալիս է տուն։ Մտնում է բակն ու սկսում է ձին արձակել, իսկ թռչունը շարունակում է սայլին նստած մնալ։ Հարուստ հարևանը տեսնում է թռչունին ու ասում. «Ինչ զարմանք բան է, որտեղից էդպիսի թռչուն»։ «Անտառում եկավ ու նստեց իմ սայլին», պատասխանում է աղքատը։ Հարուստը մոտենում է, թռչունը վերցնում ձեռքն ու տեսնում, որ թևի տակ ոսկե տառերով գրված է. «Ով իմ գլուխն ուտի, կդառնա թագավոր, իսկ ով ուտի սիրտս, ամեն գիշեր բարձի տակ 7 դուկատ կգտնի»։ Ոչինչ չի ասում հարուստն աղքատին, թաքցնում է նրանից իր կարդացածը և խնդրում. «Հարևանս, այս սև թռչունը տուր ինձ, իսկ փոխարենը ես էլ քեզ, քո ամբողջ ընտանիքին էլ տոնին կուշտ կհյուրասիրեմ»։ «Դե լավ», ասում է աղքատը, «վերցրու թռչունը, իսկ ուտելիքը մեր տանը ավելորդ չի լինի»։ «Դե ինձ մոտ ուղարկիր երեխաներիդ», պատվիրում է հարուստը։ Թռչունը բերում է խոհանոց և խոհարարներին հրամայում վիզը կտրել, իսկ գլուխն ու սիրտը եփել առանձին։ Հրամայում է նաև, որ աղքատ հարևանի համար ուտելիք ու խմիչք պատրաստեն։ Թռչունը թողնում է այդտեղ, իսկ ինքը գնում հյուրերի մոտ։ Հարուստը մտածում է, որ թռչունի գլուխը կուտի ինքը ու կդառնա թագավոր, սիրտն էլ կինը կուտի և ամեն գիշեր բարձի տակ 7 դուկատով քսակ կգտնի։ Դե այսպես և իշխանություն կունենա, և հարստություն։ Խոհարարները փետրահան են անում թռչունը, խանձում գլուխն ու սիրտը գցում կաթսաների մեջ, դնում կրակին, իսկ իրենք գնում փարաղ։ Այդ միջոցին խոհանոց են մտնում աղքատ հարևանի երեխաները։ Հայրը նրանց ուղարկում է ծննդյան տոնի հյուրասիրության։ Տեսնում են, որ ոչ ոք չկա խոհանոցում։ Վերցնում են իրենց համար պատրաստված ուտելիքն ու խմիչքը ու հետո էլ չդիմանալով սովածությանը, ուտում են նաև կաթսաների մեջ եփվողը։ Տղաներից մեկն ուտում է թռչունի գլուխը, իսկ մյուսը սիրտը։ Մի ժամ չանցած խոհանոց է գալիս հարուստը։ Ձեռքը գցում է կաթսաներում, ոչ թռչունի գլուխ կա և ոչ էլ սիրտը։ Այսպես կասկածում է հարևանի երեխաներին, բայց ոչինչ չի ասում, ախր թռչունը նա խաբելով է վերցրել։ Հաջորդ օրը տղաներն արթնանում են։ Նայում, մեկի բարձի տակ մի քսակ է լինում, մեջը 7 դուկատ։ Տղան քսակը ցույց է տալիս հորը։ Աղքատը սկսում է հարց ու փորձ անել. «Որտեղից այդքան փող, ումից եք վերցրել»։ Իսկ նրանք շարունակ պնդում են. «Ոչինչ չգիտենք»։ Աղքատը շատ է բարկանում ու մտածում, որ երեխաները այդ փողերը գողացել են և նրանց դուրս է անում տնից։ «Չնայած մենք երբեք չենք ունեցել, բայց գողացած փողն ինձ պետք չէ, հեռացեք իմ տնից»։ Այսպես երեխաները գնում ու հասնում են մի խիտ անտառ։ Մութ ու սարսափելի է լինում, և ոչ մի տուն էլ չի երևում։ Միայն ինչ-որ խորհրդավոր թռչուններ են կռնչում ու խորհրդավոր գազաններ մռնչում։ Գնում ու հանդիպում են մի խարխուլ տնակի, իսկ այդ տնակում ապրելիս է լինում մի զառամյալ պառավ։ Մի գիշերվա համար ապաստան է տալիս նա տղաներին ու խնդրում. «Դուք ինձ 7 դուկան տվեք, իսկ ես ձեզ խելք կսովորեցնեմ»։ Փողը տալիս են, իսկ պառավը նրանց հուշում է, թե ինչ անեն հետագայում։ «Աշխատանք փնտրիր թագավորի պալատում», ասում է նա մեծին,
Իսկ դու նրա հետ գնա, ասում է կրտսերին։ Լուսադեմին եղբայրները շարունակում են իրենց ճանապարհը։ Երկար ժամանակ են նրանք քայլում խիտ անտառում։ Շատ դառնություններ են ճաշակում։ Միայն մի բանի վրա են շարունակ զարմանում, որ ծառի տակ, որ գիշերում են, արթնանում են ու տեսնում կրտսերի գլխի տակ արդեն մի քսակ է ընկած, 7 դուկատ մեջը։ Վերջապես ավարտվում են նրանց թափառումները։ Նրանք հանդիպում են թագավորական մի դղյակի, և թագավորը նրանց վերցնում է իր մոտ ծառա։ Իսկ հետո ավագ եղբայրը, որ թռչունի գլուխն էր կերել, դառնում է թագավոր, իսկ կրտսերը, որ թռչունի սիրտն էր կերել, դառնում է անսահման հարուստ։ Ամեն առավոտ, հենց որ վեր է կենում, բարձի տակ արդեն քսակ է լինում, մեջն էլ 7 դուկատ։ Բայց երջանկության մեջ եղբայրները չեն մոռանում իրենց ծեր հորն ու մորը։ Նրանց բերում են իրենց մոտ և բոլորն էլ մինչև իրենց կյանքի վերջը ապրում են ուրախ և երջանիկ։